Քրիստոսից հետո մոտավորապես 95 թվականին մի տարեց մարդ աքսորված է Էգեյան ծովի Պատմոս կոչվող ժայռոտ կղզում։ Հռոմեական կայսրությունը նրան վտարել է Հիսուսի մասին քարոզելու համար։ Բայց այնտեղ, այդ հարկադիր մեկուսացման մեջ, նա ստանում է ամբողջ Աստվածաշնչի ամենատագնապալի տեսիլքը։ Մի հրեշտակ նրան հոգով տեղափոխում է անապատ հայտնում մի կնոջ, ծիրանի որդան կարմիր հագուստներով, զարդարված թանկարժեք քարերով, որը ձեռքում բռնել էր ոսկե սկի։ Նա հարբած է, բայց ոչ թե գինով, այլ արյունով։ Եվ նրա ճակատին գրված է մի անուն, որը դարեր շարունակ պիտի անցներ, առաջացնելով բուռն բանավեճեր։ Խորհուրդ, Մեծն Բաբելոն։ Եթե դուք նույնպես հավատում եք Հիսուս Քրիստոսին, սիրում եք նմանատիպ աստվածաշնչյան վավերագրական ֆիլմեր, դիտեք մինչ վերջ, բաժանորդագրվեք ալիքին, հիմա մեկնաբանեք ամեն։ Քրիստոնեական դարաշրջանի 95 թվականն է։ Դոմետիանոս կայսրը Հռոմը կառավարում է երկաթե բռունցքով։ Քրիստոնյաները բախվում են դաժան հալածանքների նոր ալիքի։ Կայսրին որպես աստված երկրպագելուց հրաժարվելը նշանակում է բանտարկություն, կույքի բռնագրավում, տանջանքներ կամ մահ ասպարեզներում։ Եվ վաղ եկեղեցու ամենահարգված առաջնորդներից մեկը, Հովհաննես առաքյալը, որն արդեն մոտ 90 տարեկան էր, աքսորվել էր Էգեյան ծովի մի ամայի կղզի։ Պատմոսն ունի ընդամենը 13 կիլոմետր երկարություն, 8 կիլոմետր լայնություն։ Մի փոքրիկ կետ, կորած ալիքների մեջ, որն օգտագործվում էր կայսրության կողմից որպես քրեակատարողական գաղութ քաղաքական բանտարկյալների համար։ Այնտեղ, ժայռերով ու միայնությամբ շրջապատված, առանց միջոցների, առանց համայնքի, աշխարհից թվացյալ մոռացված, Հովհաննեսը ստանում է մի շարք տեսիլքներ, որոնք ընդմիշտ կփոխեին քրիստոնյաների պատկերացումները վերջին ժամանակների Աստծուն հակառակվող ուժերի բնույթի մասին։ Կիրակի էր։ Տերունական օրը, ինչպես քրիստոնյաներն արդեն անվանում էին այն։ Հովհաննեսը հոգու մեջ էր, հավանաբար աղոթքի խորհրդածության մեջ, երբ իր հետում լսեց մի հզոր ձայն, ուժեղ, ինչպես փողի հնչյունը։ Այն, ինչ նա տեսավ լսեց հաջորդ ժամերի ընթացքում, կլցներ ամբողջ Աստվածաշնչի ամենաառեղծվածային գրքի 22 գլուխները։ 7 եկեղեցիներ կստանային հատուկ նամակներ։ 7 կնիկներ կբացվեին։ 7 փողեր կհնչեին։ Դատաստանի 7 սկիհներ կթափվեին։ Բայց բոլոր տեսիլքների մեջ մեկն առանձնանում է իր պատկերների հզորությամբ դարերի ընթացքում առաջացրած բանավեճով։ 17-րդ գլխում վերջին դատաստանի սկիհները գրող 7 հրեշտակներից մեկը մոտենում է Հովհաննեսին հատուկ հրավերով։ Արի, ասաց հրեշտակը, ցույց տամ քեզ այն մեծ պոռնիկի դատաստանը, որը նստած է բազում ջրերի վրա, որի հետ պոռնկացան երկրի թագավորները, երկրի բնակիչները հարբեցին նրա պոռնկության գինուց։ Լեզուն ցնցող է։ Պոռնիկ։ Պոռնկություն։ Հարբեցողություն։ Բայց սա չպետք է զարմացնի նրանց, ովքեր ճանաչում են հին կտակարանի մարգարեներին։ Եսային, Երեմիան, Եզեկիելը, Օվսեեն բազմիցս օգտագործել են նույն փոխաբերությունը, նկարագրելու հոգոր անհավատարմությունը։ Երբ մի քաղաք կամ ազգ լքում էր ճշմարիտ Աստծուն, տրվելու համար կեղծ աստվածների կոռումպացված քաղաքական դաշինքների, մարգարեները նրան անվանում էին պոռնիկ։ Սա առաջնահերթ սեռական բնույթի վիրավորանք չէր։ Դա կործանարար հոգոր մեղադրանք էր։ Պոռնկությունը ներկայացնում էր Աստծո հետ սուրբ ուխտի դավաճանությունը, հոգոր հավատարմության վաճառքը երկրային օգուտների դիմաց։ Դիտարկեք, թե ինչ է գրել Եզեկիելը Երուսաղեմի մասին իր գրքի 16-րդ գլխում։ Նա նկարագրում է քաղաքը որպես մի լքված երեխա, որին Աստված փրկեց, լվաց, օծեց, հագցրեց ասեղնագործված գործվածքներով, զարդարեց թանկարժեք քարերով, վերցրեց որպես սիրելի կին։ Բայց նա օգտագործեց իր գեղեցկությունը հարան ազգերի հետ պոռնկանալու համար, վստահելով մարդկային դաշինքներին, փոխանակ վստահելու Տիրոջը, որն իրեն փրկել էր։ Դու բարձրավանդակներ կառուցեցիր ամեն ճանապարհի գլխին, մեղադրում է մարգարեն։ Եվ դու նման չեղար սովորական պոռնիկի, որը վարձ է ստանում։ Դու ավելի վատն էիր, որովհետև դու ինքդ էիր վճարում քո սիրեկաններին։ Եսային Տյուրոսին անվանեց պոռնիկ իր գրքի 23-րդ գլխում։ Նաումը այդ տերմինը կիրառեց Նինվեի նկատմամբ 3-րդ գլխում։ Երեմիան բազմիցս դիմակայեց Երուսաղեմին նույն մեղադրանքով։ Այս լեզուն ծանոթ էր առաջին դարի ցանկացած հրեայի, ով գիտեր Սուրբ Գիրքը։ Երբ Հովհաննեսը տեսավ մի պոռնիկ իր տեսիլքներում, նա անմիջապես հասկացավ, որ խոսքը մոնումենտալ մասշտաբի հոգոր անհավատարմության մասին է։ Այժմ ուշադիր հետեք այն կոնկրետ մանրամասներին, որոնք Հովհաննեսը գրանցում է հայտնության մեջ։
Հրեշտակը նրան հոգով տեղափոխեց անապատ, այնտեղ նա տեսավ կնոջը։ Նա նստած էր մի որդան կարմիր գազանի վրա, որը լի էր հայհոյական անուններով, ուներ 7 գլուխ 10 եղջյուր։ Գազանը կրում էր նրան, պահում էր նրան, տեղափոխում էր նրան։ Կինը հագել էր ծիրանի որդան կարմիր, զարդարված էր ոսկով, թանկարժեք քարերով մարգարիտներով։ Ձեռքում նա բռնել էր մի ոսկե սկիղ, լի գարշելիություններով իր պոռնկության պղծություններով։ Ճակատին կրում էր գրված մի անուն, խորհուրդ, մեծ Բաբելոն, պոռնիկների երկրի գարշելիությունների մայր։ Եվ ամենատագնապալի մանրամասը բոլորից։ Նա հարբած էր սրբերի արյունով Հիսուսի վկաների արյունով։ Սրբերի արյուն։ Սա նշանակում է համակարգված հալածանք։ Սա նշանակում է զանգվածային նահատակություն։ Ով էլ լինի այս կինը, նրա ձեռքերին է նրանց արյունը, ովքեր հավատարմորեն հետեցին Քրիստոսին մինչ մահ։ Եվ ոչ թե մի փոքր արյուն։ Նա հարբած է։ Հագեցած։ Բավարարված։ Սա մատնանշում է երկարատ, կազմակերպված, անողոք հալածանք, որը տարածվել է սերունդների վրա։ Բայց ո՞վ է նա։ Որ քաղաքը, որ համակարգը, որ ուժն է ներկայացնում այս սարսափելի կերպարը։ Հենց ինքը, հրեշտակը, տալիս է կարևոր հուշումներ։ 9-րդ համարում նա ասում է. այստեղ է միտքը, որն ունի իմաստություն։ 7 գլուխները 7 լեռներ են, որոնց վրա նստած է կինը։ Նրանք նա 7 թագավորներ են։ 5-ը ընկան, 1-ը կա, իսկ մյուսը դեռ չի եկել։ Եվ 18-րդ համարում հայտնությունը դառնում է էլ ավելի ուղղակի միանշանակ։ Այն կինը, որին տեսար, այն մեծ քաղաքն է, որը թագավորում է երկրի թագավորների վրա։ Մտածեք այս սցենարի մասին խնամքով։ Մի քաղաք, որը տիրում է ամբողջ հայտնի երկրի թագավորների վրա։ Նստած 7 լեռների վրա։ Այն ժամանակ, երբ Հովհաննեսը գրում էր առաջին դարի վերջին, ամբողջ աշխարհում կար միայն մեկ քաղաք, որը համընդհանուր ճանաչված էր որպես 7 լեռների քաղաք։ Հռոմ։ Հռոմի 7 բլուրները հայտնի էին ամբողջ կայսրությունում նրա սահմաններից դուրս։ Կվիրինալ, Վիմինալ, Էսկվիլին, Կապիտոլիում, Ցելիում, Պալատին, Ավենտին։ Հռոմեացի պոետները, ինչպիսիք են Վիրգիլիոսը, Պրոպերցիոսը, տոնում էին այս առանձնահատկությունը իրենց տողերում։ Հռետորները պաշտոնական ելույթներում Հռոմին անվանում էին 7 բլուրների քաղաք։ Վեսպասիանոս կայսեր օրոք հատված մետաղադրամները Հովհաննեսի կողմից հայտնությունը գրելուց ընդամենը մի քանի տարի առաջ ցույց էին տալիս մարմնավորված աստվածուհի Հռոմին նստած 7 բլուրների վրա։ Նույնականացումը բացարձակապես ակնհայտ անմիջական էր առաջին դարի ցանկացած ընթերցողի համար, լիներ նա հրեա, քրիստոնյա թե հեթանոս։ Բայց այստեղ հայտ է գալիս առաջին մեծ բաժանումը մեկնաբանների միջ պատմության ընթացքում։ Ոմանք հասկանում են, որ մարգարեությունն ամբողջությամբ կատարվել է անցյալում, վերաբերելով հեթանոսական Հռոմին, որը հալածում էր քրիստոնյաներին Ներոնից մինչ Դիոկլետիանոս, մոտ 250 տարվա ընթացքում։ Սա կոչվում է պրետերիստական անցյալակենտրոն մեկնաբանություն, որը հայտնությունը տեսնում է որպես առաջին դարում կամ դրան հաջորդող դարերում արդեն տեղի ունեցած իրադարձությունների նկարագրություն։ Մյուսները տեսնում են շարունակական կատարում պատմության ընթացքում, տարածվելով 2000-ամյակների վրա, մատնանշելով մի այլ Հռոմ, որը հայտնվեց հեթանոսական կայսրության անկումից հետո, այլևս ոչ թե Յուպիտերի Մարսի երկրպագու, այլ հաստատված որպես մի կրոնական իշխանության կենտրոն, որը հավակնում էր ներկայացնել հենց Քրիստոսին։ Սա պատմական մեկնաբանությունն է, որը գերիշխող էր քրիստոնյաների շրջանում միջնադարից մինչ 19-րդ դար։ Եվ կան նրանք, ովքեր կատարումը նախատեսում են ամբողջությամբ ապագայի համար, պոռնիկին կապելով ժամանակակից Իրաքում վերակառուցված բառացի Բաբելոնի կամ վերջին օրերին դեռս հայտնվելիք համաշխարհային էկումենիկ կրոնական համակարգի հետ։ Սա ֆուտուրիստական ապագայակենտրոն մեկնաբանությունն է, որը ուժ ստացավ 20-րդ դարում, այսօր տիրում է ավետարանական բողոքականության մեծ մասում։ Յուրաքանչյուր մեկնաբանություն ունի իր պաշտպանները, փաստարկները։ Բայց նախքան գնահատելը, թե որն է ավելի իմաստալից Սուրբ գրքի լույսի ներքո, մենք պետք է հասկանանք պատմական համատեքստը, որը Հովհաննեսը նրա բնօրինակ ընթերցողները մտերիմ կերպով գիտեին։ Պատկերացրեք քրիստոնյաների դեմ հռոմեական հալածանքների մասշտաբները։ Ներոն կայսեր օրոք, Քրիստոսից հետո 64 թվականից սկսած, եկեղեցին բախվեց իր առաջին մեծ նեղությանը։ Երբ Հռոմը բռնկվեց հրթեհի մեջ, որը տեց 6 օր ոչնչացրեց քաղաքի 14 թաղամասերից 10-ը, լուրեր սկսեցին պտտվել, թե հենց կայսրն է հրամայել հրթեհել քաղաքը իր վեհաշուկ ճարտարապետական ծրագրերով վերակառուցելու համար։
Մեղքն իրենից հեռացնելու համար Ներոնը մեղադրեց քրիստոնյաներին։ Հռոմեացի պատմիչ Տակիտոսը, որը քրիստոնյա չէր, համակրանք չուներ նոր կրոնի հանդեպ, իր տարեգրություններում գրանցել է այն, ինչ տեղի ունեցավ հետո։ Նախ ձերբակալվեցին նրանք, ովքեր բացահայտ խոստովանում էին, որ քրիստոնյա են։ Այնուհետ, նրանցից ստացված տեղեկությունների հիման վրա, մի հսկայական բազմություն դատապարտվեց։ Ոչ այնքան հրթեհի մեղադրանքով, որքան մարդկային ցեղի հանդեպ ատելության համար, ինչպես նկարագրել է Տակիտոսը։ Մահապատժի ձերը կանխամտածված դաժան էին։ Որոշ քրիստոնյաներ ծածկվում էին վայրի կենդանիների մորթիներով պատառոտվում շների կողմից ասպարեզներում, հանրային զվարճանքի համար։ Մյուսները խաչվում էին ճանապարհների երկայնքով, Քրիստոսի մահվան մակաբր նմանակմամբ։ Ոմանք էլ թաթախվում էին Կուպրի յուղի մեջ, ապա կապվում սյուներին կայսերական այգիներում կենդանի հրկիզվում մթնշաղին, ծառայելու որպես մարդկային ջահեր, որոնք լուսավորում էին Ներոնի խնջույքները։ Կայսրն ինքը շրջում էր նրանց մեջ, հագնված որպես կառապան, վարելով իր կառքը, մինչ մարմինները այրվում էին։ Հենց այս հալածանքների ժամանակ էր, որ ըստ միահամուռ քրիստոնեական ավանդության թե Պետրոսը, թե Պողոսը նահատակվեցին Հռոմում։ Պետրոսը խաչվեց գլխի վայր, իրեն անարժան համարելով մեռնել նույն ձով, ինչ իր վարդապետը։ Պողոսը գլխատվեց, արտոնություն, որը տրվում էր հռոմեական քաղաքացիներին։ Դոմետիանոսի օրոք հալածանքները սաստկացան նոր առանձնահատկություններով։ Այս կայսրը պահանջում էր, որ բոլոր քաղաքացիները մասնակցեն կայսեր պաշտամունքին որպես աստվածություն։ Նա իրեն հռչակում էր Dominus et Deus, Տեր Աստված, ակնկալում էր, որ իրեն այդպես վերաբերվեն։ Այս երկրպագությունից հրաժարվելը պետական դավաճանության հանցագործություն էր, պատժելի մահով։ Հենց այս կոնկրետ համատեքստում էր, որ Հովհաննեսը աքսորվեց Պատմոս։ Տերտուղիանոսի եկեղեցու այլ հայրերի կողմից պահպանված քրիստոնեական ավանդությունը գրանցում է, որ Հովհաննեսը նախ տարվել էր Հռոմ, որտեղ փորձել էին սպանել նրան, եռացող յուղի մեջ գցելով, բայց նա հրաշքով ողջ էր մնացել, որից հետո աքսորվել էր կղզի։ Հաջորդ դարերում հալածանքները շարունակվեցին ընդհատումներով, հարաբերական խաղաղության շրջանները հաջորդելով բռնության պայթյուններին։ Դեկոսը 250 թվականին հրամայեց, որ կայսրության բոլոր քաղաքացիները զոհեր մատուցեն հռոմեական աստվածներին ստանան իրենց մասնակցությունը հաստատող վկայականներ։ Քրիստոնյաները, ովքեր հրաժարվում էին, տանջվում, մահապատժի էին ենթարկվում։ Վալերիանոսը մի քանի տարի անց հատուկ թիրախավորեց եպիսկոպոսներին, երեցներին, սարկավակներին, եկեղեցու ղեկավարությանը գլխատելու համար։ Բայց ամենահամակարգված դաժան հալածանքը եղավ Դիոկլետիանոսի օրոք 303 թվականից սկսած։ Մոտ 10 տարվա ընթացքում եկեղեցիները քանդվեցին, սուրբ գրքերը այրվեցին, հոգորականները բանտարկվեցին, ցանկացած քրիստոնյա, ով հրաժարվում էր զոհաբերել աստվածներին, տանջվում կամ մահապատժի էր ենթարկվում։ Եվսեբիոս Կեսարացին, այդ ժամանակաշրջանում ապրած եկեղեցու պատմիչը, արձանագրել է սարսափելի տեսարաններ։ Քրիստոնյաներ, աչքերը հանված, քրիստոնյաներ, ոտքերի ջլերը կտրված, որպեսի չկարողանան փախչել, քրիստոնյաներ, դանդաղ այրվող, որպեսի տառապանքը երկարաձգվի։ Հալածանքների այս գրեթե 3 դարերի ընթացքում Ներոնից մինչ 313 թվականի Միլանի էդիկտը հաշվարկվում է, որ 100,000-ից մինչ 300,000 քրիստոնյա է նահատակվել հռոմեական կայսրությունում։ Որոշ պատմաբաններ այս թվերը համարում են պահպանողական, մյուսները՝ չափազանցված։ Բայց նույնիսկ ամենացածր գնահատականը ներկայացնում է տպավորիչ սպանդ։ Սրբերի արյունն իրոք թրջել էր կայսրության ասպարեզները, կրկեսները, փողոցները։ Կինը հարբած էր այդ արյունով։ Ուրեմն միայն սա էր։ Մարգարեությունը խոսում էր միայն հեթանոսական Հռոմի մասին, ամբողջությամբ կատարվեց մինչ 313 թվականը։ Առաջին դարերի շատ քրիստոնյաներ այդպես էին մտածում։ Բայց 4-րդ դարում տեղի ունեցավ մի բան, որն ամբողջությամբ փոխեց միջերկրածովյան աշխարհի կրոնական պատկերը։ 313 թվականին Կոստանդիանոս կայսրը հրապարակեց Միլանի էդիկտը, երաշխավորելով կրոնական ազատություն քրիստոնյաներին։ Մի քանի տարի անց նա ինքն իրեն հռչակեց եկեղեցու պաշտպան, սկսեց միջամտել աստվածաբանական հարցերին, 325 թվականին հրավիրելով Նիկեայի տիեզերաժողովը, դավանաբանական վեճերը լուծելու համար։ Քրիստոնեությունը դադարեց հալածվելուց, սկսեց արտոնություններ ստանալ։ 380 թվականին Թեոդոսիոսը կայսրը կատարեց վերջին քայլը։ Նիկեական քրիստոնեությունը հռչակեց որպես հռոմեական կայսրության միակ օրինական կրոնը։ Բոլոր մյուս կրոնները, ներառյալ քրիստոնեության այն տարբերակները, որոնք համարվում էին հերետիկոսական, աստիճանաբար արգելվեցին։
Հեթանոսական տաճարները փակվեցին։ Զոհաբերություններն արգելվեցին։ Կայսրությունը, որը հալածել էր եկեղեցուն, այժմ քրիստոնեական հավատքն էր պարտադրում իր բոլոր հպատակներին։ Այն, ինչ թվում էր փառահեղ հաղթանակ, բերեց հետանքներ, որոնք առաքյա լները երբեք չէին պատկերացնի։ Եկեղեցին, որը նախկինում հալածված էր մաքրված տառապանքով, այժմ ուներ քաղաքական իշխանություն։ Հարստությունները սկսեցին հոսել եկեղեցական գանձարաններ։ Սեփականություններ նվիրաբերվեցին։ Շքեղ եկեղեցիներ կառուցվեցին։ Եվ Հռոմի եպիսկոպոսը, որն արդեն հարգված էր կայսերական մայրաքաղաքի քրիստոնեական համայնքը ղեկավարելու ավանդաբար Պետրոսի հետ կապված աթոռը զբաղեցնելու համար, սկսեց ավելի ու ավելի մեծ հեղինակություն կուտակել այլ եպիսկոպոսների նկատմամբ։ Հաջորդ դարերի ընթացքում այս հեղինակությունը աճեց էքսպոնենցիալ կերպով։ Երբ արմատյան հռոմեական կայսրությունը 476 թվականին ընկավ բարբարոսների ներխուժումների տակ, Հռոմի եպիսկոպոսը մնաց որպես ամենակայուն հարգված կերպարը իտալական թերակղզում։ Գերմանական ժողովուրդները, որոնք նվաճեցին կայսրությունը, հեթանոս էին կամ արիոսական։ Օրինականություն ձեռք բերելու համար շատերը դարձի եկան հռոմեական կաթոլիկության։ Պապը դարձավ ոչ միայն հոգոր առաջնորդ, այլ քաղաքական իրավարար թագավորների ազգերի միջ։ Միջնադարում պապությունը հասավ իր աշխարհիկ իշխանության գագաթնակետին։ Իննոկենտիոս Պապը 13-րդ դարի սկզբին հայտարարեց, որ Պապը Աստծուց ցածր է, բայց բոլոր մարդկանցից վեր, որ նա դատում է բոլորին, բայց ինքը չի կարող դատվել ոչ մեկի կողմից։ Թագավորները թագադրվում կամ գահընկեց էին արվում ըստ պապական կամքի։ Ամբողջ ազգեր ենթարկվում էին ինտերդիկտի, արգելանքի, բոլոր խորհուրդները կասեցված, եթե նրանց կառավարիչները դուր չէին գալիս Հռոմին։ Բոնիփակիոսը Պապը 1302 թվականի Սենկտեմ կոնդակում հայտարարեց, որ փրկության համար բացարձակապես անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մարդկային արարած հպատակվի հռոմեական քահանայապետին։ Եվ այստեղ է հայտնվում քրիստոնեության ողջ պատմության ամենավիճահարույց ազդեցիկ մեկնաբանություններից մեկը։ 16-րդ դարի բողոքական բարեփոխումների ժամանակ գրեթե բոլոր բարեփոխիչները, առանց բացառության, պապությունը նույնացրին հայտնության մեջ նկարագրված Բաբելոնի պոռնիկի հետ։ Մարտին Լյութերը, օգոստոսյան վանականը, ով սկսեց բարեփոխումը, 1517 թվականին Վիտենբերգում փակցնելով իր 95 թեզիսները, այս եզրակացությանը հանգեց տարիների ուսումնասիրությունից Հռոմի հետ հակամարտությունից հետո։ 1520 թվականին նա գրեց. «Կաթոլիկ եկեղեցին ոչ այլ ինչ էր, եթե ոչ Բաբելոնը, Պապը Նեխն էր, Անտիքրիստը։ Զարմանալի կլիներ, եթե Աստված երկնքից կրակ ու ծծումբ թափեր Հռոմը սուզեր անդունդը, ինչպես արեց հին Սոդոմի Գոմորի հետ։ Երբ հարցրին, թե ով կլինի ուրեմն Նեխը, եթե ոչ Պապը, Լյութերը պատասխանեց. եթե նա չէ, ապա թող մեկն ինձ ասի, թե ով է։ Ժան Կալվինը, ժնի բարեփոխիչը, լիովին համաձայն էր։ Պողոսի թղթերի հայտնության վերաբերյալ իր մեկնաբանություններում նա բազմիցս պապությունը նույնացրեց Սուրբ գրքում մարգարեացված ուրացության հետ։ Ուլիխ Ցվինգլին Ցյուրիխում, Ջոն Նոքսը Շոտլանդիայում, Ուիլյամ Թինդեյլը Անգլիայում, բոլորն անկախաբար հանգեցին նույն եզրակացությանը։ Վեստմինստերյան դավանանքը, պրեսբիտերականության հիմնարար փաստաթուղթը, որը գրվել է 1647 թվականին, սկզբնապես 25-րդ գլխի 6-րդ բաժնում հայտարարում էր. Եկեղեցու այլ գլուխ չկա, քան Տեր Հիսուս Քրիստոսը։ Ոչ էլ Հռոմի Պապը կարող է որևէ իմաստով լինել նրա գլուխը, այլ նա այն Նեխն է, այն մեղքի մարդը կորստյան որդին, որը եկեղեցում բարձրանում է Քրիստոսի դեմ այն ամենի դեմ, ինչ կոչվում է Աստված։ Ինչու այսպիսի մոլեգնություն։ Ինչու տարբեր ազգերի, լեզուների համատեքստերի բարեպաշտ գիտուն մարդիկ անկախաբար հանգեցին նույն պայթյունավտանգ եզրակացությանը։ Բարեփոխիչները մատնանշում էին գործոնների մի համախմբում, որոնք նրանք համարում էին անխուսափելի։ Առաջինը՝ գտնվելու վայրը։ Հռոմը շարունակում էր մնալ կաթոլիկ կրոնական իշխանության նստավայրը, նույն 7 լեռների քաղաքը, որը նշված էր հայտնության մեջ։ Վատիկանը բառացիորեն կառուցված է հռոմեական բլուրներից մեկի վրա։ Զուգադիպությունն անհնար էր անտեսել։ Երկրորդը՝ հագուստները։ Պապը կարդինալները իրենց պաշտոնական արարողակարգային հագուստներում օգտագործում էին ծիրանի որդան կարմիր գույները, հենց այն գույները, որոնք նկարագրված էին Հովհաննեսի տեսիլքում։ Կարդինալների կոլեգիան հաճախ անվանում էին ծիրանավոր իշխանների Սուրբ կոլեգիա։ Մինչ օրս որդան կարմիրը բնորոշում է կարդինալների հագուստը, իսկ Պապը կարմիր է հագնում տարբեր ծիսական առիթներով։
Երրորդը՝ արտակարգ հարստությունը։ Միջնադարյան կաթոլիկ եկեղեցին դարերի ընթացքում կուտակել էր հսկայական գանձեր։ Տարածքային սեփականություններ, որոնք պապին դարձնում էին Եվրոպայի խոշորագույն հողատերերից մեկը, անգնահատելի արժեք ունեցող արվեստի գործեր, զուտ ոսկուց զարդեր, թանկարժեք քարերով ընթելուզված սկիհներ, ադամանդներով ու մարգարիտներով փայլող պապական տիարաներ։ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարը, որը վերակառուցվել է 16-րդ դարում, մասնակիորեն ֆինանսավորվել է ինդուլգենցիաների վաճառքով, ինչն էլ առաջացրեց Լյութերի ապստամբությունը։ Պոռնիկը զարդարված էր ոսկով, թանկարժեք քարերով, մարգարիտներով։ Չորրորդը՝ բարեփոխիչների տեսանկյունից ամենալուրջը, դարերի ընթացքում թափված սրբերի արյունը։ Ինկվիզիցիան, որը պաշտոնապես հաստատվել էր 13-րդ դարում հերետիկոսությունների դեմ պայքարելու համար, գործեց տարբեր ձերով ավելի քան 600 տարի։ Միջնադարյան ինկվիզիցիան հալածեց կատարներին, վալդենսներին, այլախոհ խմբերի։ Իսպանական ինկվիզիցիան, որը հաստատվել էր 1478 թվականին, գործեց մինչ 1834 թվականը, 356 տարի։ Պորտուգալական ինկվիզիցիան գործեց 1536-ից մինչ 1821 թվականը։ Հռոմեական ինկվիզիցիան, որը վերակազմավորվեց 1542 թվականին որպես պատասխան բարեփոխմանը, շարունակում է գոյություն ունենալ մինչ օրս հավատքի վարդապետության կոնգրեգացիա անվան տակ։ Հաշվարկվում է, որ 3000-ից մինչ 5000 մարդ ուղղակիորեն մահապատժի է ենթարկվել իսպանական ինկվիզիցիայի կողմից իր գոյության ընթացքում։ Բայց անուղղակի մահերի թիվը, ներառյալ նրանց, ովքեր մահացել են բանտերում, տանջանքների տակ կամ դատավճիռների հետանքով, զգալիորեն ավելի մեծ է։ Եվ իսպանական ինկվիզիցիան ընդամենը մեկն էր մի քանիսից։ Նախքան նույնիսկ պաշտոնական ինկվիզիցիան, եկեղեցին խաչակրած արշավանքներ էր սկսել հենց Եվրոպայի ներսում քրիստոնյա այլախոհ խմբերի դեմ։ Ալբիգոյական խաչակրած արշավանքը 1209-ից մինչ 1229 թվականներին ամայացրեց Ֆրանսիայի հարավը կատարներին արմատախիլ անելու համար։ Ամբողջ քաղաքներ կոտորվեցին։ Բեզիեի գրավման ժամանակ, երբ պապական նվիրակին հարցրին, թե ինչպես տարբերել հերետիկոսներին հավատարիմ կաթոլիկներից, նա իբր պատասխանեց. «Սպանեք բոլորին։ Աստված կճանաչի յուրայիններին»։ Այդ քաղաքում մեկ օրվա ընթացքում սպանվեց մոտ 20,000 մարդ։ Վալդենսները, Պիեր Վալդոյի հետորդները, ովքեր քարոզում էին առաքելական աղքատություն Աստվածաշնչի ընթերցում մայրենի լեզվով, դարեր շարունակ անողոքաբար հալածվեցին Ֆրանսիայի, Իտալիայի միջ ընկած ալպյան հովիտներում։ Կոտորածներ տեղի ունեցան 1655 թվականին, երբ կաթոլիկ զորքերը հարձակվեցին վալդենսների գյուղերի վրա, սպանելով հազարավորների ողջ մնացածներին հարկադրելով դավանափոխության կամ աքսորի։ Յան Հուսը, բոհեմացի բարեփոխիչը, ով կանխատեսել էր Լյութերի շատ գաղափարներ, 1415 թվականին կենդանի այրվեց Կոնստանցիայի տիեզերաժողովի կողմից, չնայած ստացել էր կայսերական անվտանգության երաշխիք։ Նրա հետորդները, հուսիտները, բախվեցին պապական 5 խաչակրած արշավանքների, որոնք փորձում էին ոչնչացնել նրանց։ Եվ երբ բռնկվեց բողոքական բարեփոխումը, հալածանքները դրամատիկ կերպով սաստկացան։ Սուրբ Բարթուղիմեոսի գիշերը, 1572 թվականի օգոստոսին, տեսավ բողոքական հուգենոտների համակարգված սպանդը Փարիզում ֆրանսիական այլ քաղաքներում։ Փարիզում մեկ գիշերվա ընթացքում սպանվեց մոտ 3000 մարդ։ Հաջորդ շաբաթների ընթացքում սպանդը տարածվեց նահանգներում, հասցնելով զոհերի ընդհանուր թիվը 10,000-ից մինչ 30,000-ի։ Գրիգորի Շիկ պապը տոնեց այս իրադարձությունը հուշամեդալով, որը պատկերում էր հուգենոտների վրա հարձակվող կործանիչ հրեշտակին, հրամայեց հատել տոնական մետաղադրամներ պապական մատուռում մատուցել գոհաբանական ԹԴՄ։ Բարեփոխիչների համար, դիտելով արյունով ներկված այս պատմությունը, նույնականացումն անխուսափելի էր։ Կինը հարբած էր սրբերի արյունով, Հիսուսի վկաների արյունով։ Բայց այս մեկնաբանությունը չանցավ առանց ուժեղ հակազդեցության։ Կաթոլիկ եկեղեցին պատասխանեց, մշակելով մարգարեական մեկնաբանության այլընտրանքային համակարգեր, որոնք հեռացնում էին ցանկացած կիրառություն պապության նկատմամբ։ Իսպանացի հիսուսյան Լուիս դե Ալկասարը 17-րդ դարի սկզբին մշակեց պրետերիստական մեկնաբանությունը իր Vestigatio Arcanis Sensus in Apocalypse աշխատության մեջ, որը հրատարակվեց հետմահու 1614 թվականին։ Նա համակարգված կերպով փաստարկեց, որ հայտնության բոլոր մարգարեություններն արդեն կատարվել էին Քրիստոսից հետո 70 թվականին հռոմեացիների կողմից Երուսաղեմի կործանմամբ կամ հաջորդ դարերում հռոմեական հեթանոսության անկմամբ։
Պոռնիկը կլիներ ուրացող Երուսաղեմը կամ հեթանոսական Հռոմը, որոնք երկուսն էլ արդեն կործանվել էին։ Հետաբար, պապության նկատմամբ որևէ ներկա կամ ապագա կիրառություն չէր լինի։ Մեկ այլ Հիսուսյան Ֆրանսիսկո Ռիբերան մշակեց ֆուտուրիստական մեկնաբանությունը հայտնության իր մեկնաբանության մեջ, որը հրատարակվել էր 1590 թվականին։ Նա մարգարեությունների կատարումը տեղափոխեց վերջին ժամանակների 3.5 տարվա մի շրջան, որը դեռ հեռու էր ապագայում։ Նեխը կլիներ մի կոնկրետ անհատ, որը կհայտնվեր միայն այդ վերջնական շրջանում, այլ ոչ թե պատմական պապությունը։ Բաբելոնի պոռնիկը կլիներ մի ուրացող կրոնական համակարգ, որը կհայտնվեր միայն ապագա այդ նեղության ժամանակ։ Այս երկու մեկնաբանությունները, պրետերիզմը, ֆուտուրիզմը, սկզբնապես մշակվել էին հատկապես Հռոմը բողոքականների մեղադրանքներից պաշտպանելու համար։ Ճակատագրի հեգնանքով երկուսն էլ հետագայում ընդունվեցին շատ բողոքականների կողմից հաջորդ դարերում։ Պրետերիզմը կողմնակիցներ ձեռք բերեց լիբերալ աստվածաբանների շրջանում 19-րդ դարում։ Ֆուտուրիզմը, հատկապես Ջոն Նելսոն Դարբիի կողմից մշակված 20-րդ դարի սկզբին Սքոֆիլդի հղումներով Աստվածաշնչի միջոցով հանրայնացված դիսպենսացիոնալիզմի տեսքով, դարձավ գերիշխող հյուսիսամերիկյան ավետարանական բողոքականության մեջ, հետաբար, համաշխարհային ավետարանականության մեծ մասում։ Այսօր ավետարանականների մեծ մասը հետում է ֆուտուրիզմի որևէ տարբերակի, ակնկալելով, որ Բաբելոնի պոռնիկը կհայտնվի միայն 7 տարվա ապագա նեղության ժամանակ։ Պատմական մեկնաբանությունը, որը պապությունը տեսնում էր որպես մարգարեության շարունակական կատարում պատմության ընթացքում, դարձավ փոքրամասնություն, թե այն դեռ պաշտոնապես պահպանվում է այնպիսի հարանվանությունների կողմից, ինչպիսիք են 7-րդ օրվա ադվենտիստների եկեղեցին, որոշ ավանդական պրեսբիտերական խմբեր։ Եվ կա նա մի այլ մեկնաբանություն, որն արժանի է խնամքով դիտարկման։ Որոշ գիտնականներ պոռնիկին նույնացնում են ոչ թե Հռոմի հետ, լինի հեթանոսական թե պապական, այլ Երուսաղեմի։ Այս մասնակի պրետերիստական տեսակետը դարերի ընթացքում ձեռք է բերել հարգված պաշտպաններ։ Փաստարկը հիմնված է մի քանի նշանակալի բնագրային պատմական կետերի վրա։ Հենց հայտնության մեջ մեծ քաղաքը 11-րդ գլխի 8-րդ համարում նույնացվում է որպես այն վայրը, որտեղ նա նրանց դերը խաչվեց բացարձակապես միանշանակ հղում Երուսաղեմին, այլ ոչ թե Հռոմին։ Հին կտակարանի մարգարեները բազմիցս Երուսաղեմին են անվանել պոռնիկ, ոչ թե Հռոմին կամ Բաբելոնին, երբ նա հեռացել էր Աստծուց։ Եվ Քրիստոսից հետո 70 թվականին հռոմեացիների կողմից Երուսաղեմի կործանումը կատակլիզմիկ իրադարձություն էր, ապոկալիպտիկ համամասնություններով, որը հիանալի կերպով կհամապատասխաներ պոռնիկի դատաստանի նկարագրությանը։ Այս տեսակետի կողմնակիցները մատնանշում են, որ Երուսաղեմը նույնպես հայտնի էր որպես 7 լեռների քաղաք այդ ժամանակաշրջանի ռաբբիական տեքստերում։ Pirkei de Rabbi Eliezer 8-րդ դարի միդրաշական պատմությունը առանց բացատրության կարիքի նշում է, որ Երուսաղեմը գտնվում է 7 բլուրների վրա մատնանշելով, որ այս ընկալումը լավ հայտնի էր հրեական շրջանակներում։ Եվ կա մի տպավորիչ մանրամասն հագուստների վերաբերյալ։ Հայտնության մեջ նկարագրված պոռնիկի հագուստը, ծիրանի, որդան կարմիր, ոսկի թանկարժեք քարեր, ճշգրտությամբ համապատասխանում է Ելից գրքի 28-րդ գլխում նկարագրված իսրայելացի քահանայապետի հագուստներին։ Եփուդը, լանջապանակը, գունավոր գործվածքից նռները, այս ամենը հայտնվում է երկու նկարագրություններում էլ։ Վճռորոշ կործանարար տարբերությունն այն է, որ քահանայապետի ճակատին փորագրված էր Սրբություն Տիրոջը մակագրությունը, մինչդեռ պոռնիկի ճակատին գրված է հայհոյական անունը Բաբելոն, պոռնիկների մայր։ Հակադրությունը կանխամտածված կլիներ։ Պոռնիկը ներկայացնում է ապականված իսրայելական քահանայությունը, որը մերժեց Մեսիային հալածեց նրա հետորդներին։ Որ մեկնաբանությունն է ճիշտ։ Պրետերիզմը կենտրոնացած Երուսաղեմի վրա։ Պրետերիզմը կենտրոնացած հեթանոսական Հռոմի վրա։ Պատմականությունը մատնանշելով պապական Հռոմը։ Թե ֆուտուրիզմը սպասելով դեռս գալիք կատարումների։ Թերս պատասխանն այնքան պարզ չէ, որքան ընդամենը մեկ տարբերակ ընտրելը մյուսները մերժելը։ Աստվածաշունչը հաճախ կիրառում է կրկնակի հղման կամ բազմակի կատարման սկզբունքը, որտեղ մի մարգարեություն կարող է ունենալ մասնակի իրականացումներ տարբեր ժամանակաշրջաններում, նախքան իր վերջնական կատարումը։ Եսային մարգարեացավ մի կույսի մասին, որը պիտի հղիանար որդի ծներ։ Կար մասնակի կատարում հենց Եսայու օրերում, բայց լիակատար կատարումը եղավ 700 տարի անց Մարիամի Հիսուսի միջոցով։ Քրիստոսից հետո 70 թվականին Երուսաղեմի կործանումը կատարեց այն մեծ քաղաքի մասին մարգարեությունների նշանակալի ասպեկտները, որը մերժեց իր մարգարեներին խաչեց իր Մեսիային։
Հեթանոսական Հռոմը կատարեց առաջին դարերում սրբերի համակարգված հալածանքների հետ կապված ասպեկտները։ Հաջորդ դարերում Հռոմի վրա կենտրոնացած կրոնական համակարգը դրսևորեց հատկանիշներ, որոնք բարեփոխիչները համարեցին մարգարեության շարունակական կատարում։ Եվ եթե օրինաչափությունը պահպանվի, կարող են լինել դեռս ապագա կատարումներ այնպիսի համակարգերում, որոնք դեռ կհայտնվեն։ Բայց անկախ որոշակի ժամանակաշրջաններում կոնկրետ կատարումների վերաբերյալ բանավեճերից, հոգոր սիմվոլիզմը հստակ է մնայուն։ Բաբելոնը ներկայացնում է մի համակարգ։ Հին պատմական Բաբելոնը, իր 58 տաճարներով, նվիրված տարբեր հեթանոսական աստվածների, իր տպավորիչ զիկուրատներով, որոնք փորձում էին մարդկային ջանքերով հասնել երկնքին, իր բարդ ծեսերով քողարկված բարդ կռապաշտությամբ Իսրայելի Աստծուն ուղղված իր ամբարտավան մարտահրավերով, դարձավ յուրաքանչյուր կեղծ կրոնի յուրաքանչյուր երկրային ուժի հավերժական աստվածաշնչյան արխետիպը, որը հակառակվում է Արարչին։ Երբ Նաբուգոդոնոսորը Քրիստոսից առաջ 586 թվականին կործանեց Երուսաղեմի տաճարը, Սուրբ անոթները տարավ Բաբելոն, պղծեց դրանք իր կուռքերի երկրպագության խնջույքի ժամանակ, նա դարձավ սրբության պղծման հավերժական խորհրդանիշը։ Երբ նա դուրադաշտում կանգնեցրեց մոտ 30 մետր բարձրությամբ ոսկե արձան հրամայեց բոլորին խոնարհվել, մահվան սպառնալիքի տակ, նա հաստատեց յուրաքանչյուր տոտալիտար համակարգի օրինակը, որը պահանջում է բացարձակ երկրպագություն։ Բաբելոնյան կրոնը արտակարգ բարդ էր իր ժամանակի համար։ Մարդուկը, գլխավոր աստվածը, ուներ իր շքեղ տաճարը Էսագիլան քաղաքի կենտրոնում, Էտեմենանկի զիկուրատի հարանությամբ հայտնի Բաբելոնի աշտարակը, որը հասնում էր 90 մետր բարձրության։ Իշտարը, սիրո պատերազմի աստվածուհին, երկրպագվում էր ծեսերով, որոնք ներառում էին սուրբ պոռնկություն տաճարներում։ Միայն քաղաքի պարիսպների ներսում կար 58 տաճար, նվիրված տարբեր աստվածությունների։ Քահանաները կազմում էին մի հզոր կաստա, որը վերահսկում էր ոչ միայն կրոնական կյանքը, այլ ազդում էր քաղաքականության, տնտեսության, հասարակության բոլոր ասպեկտների վրա։ Աստղագուշակությունը, մոգությունը, գուշակությունը, կախարդանքները բաբելոնյան կրոնական համակարգի անբաժանելի մասն էին։ Հորոսկոպը հայտնագործվել է այնտեղ։ Բաբելոնացիները հավատում էին, որ կարող են մանիպուլյացիայի ենթարկել հոգոր ուժերը ճիշտ ծեսերի միջոցով, հանգստացնել աստվածների բարկությունը համապատասխան զոհաբերությունների միջոցով, երաշխավորել բարօրություն մոգական գործողությունների միջոցով։ Այս ամենը քողարկված էր բարդ հոգոր արտաքինով, ճշգրտությամբ կատարվող մանրակրկիտ արարողություններով, տպավորիչ ճարտարապետությամբ, որը նախագծված էր ակնածանք ներշնչելու համար։ Հովհաննեսի մարգարեությունը պարզապես չի նշում մի կոնկրետ աշխարհագրական քաղաք պատմական մի պահի։ Այն բացահայտում է մի հոգոր համակարգ, որը գերազանցում է ժամանակաշրջանները, վայրերը։ Այնտեղ, որտեղ կրոնը խառնվում է քաղաքական իշխանության հետ, ազատելու փոխարեն ճնշելու համար, այնտեղ, որտեղ աստվածային ճշմարտությունը փոխարինվում է մարդկային ավանդույթներով, որոնք չեղյալ են համարում Աստծո պատվիրանները, այնտեղ, որտեղ արտաքին ծեսերը փոխարինում են ներքին փոխակերպմանը, այնտեղ, որտեղ Աստծո ժողովուրդը հալածվում է նրանց կողմից, ովքեր հավակնում են ներկայացնել Աստծուն, այնտեղ գործում է Բաբելոնի ոգին։ Հովհաննեսը տեսավ կնոջը նստած որդան կարմիր գազանի վրա։ Նա մենակ չէր քայլում, ինքն իրեն չէր պահում։ Նա ամբողջությամբ կախված էր քաղաքական ուժից, որը ներկայացված էր 7 եղջյուր ունեցող գազանով, որը նրան կրում էր։ Կրոնական ապականության տոտալիտար պետության այս պիղծ դաշինքը ծնեց քրիստոնեական ողջ պատմության մեծագույն ողբերգությունները։ Երբ եկեղեցին օգտագործում է պետության բազուկը, իր վարդապետությունները ուժով պարտադրելու համար, արյունն անխուսափելիորեն թափվում է։ Միշտ այդպես է եղել։ Միշտ այդպես կլինի։ Բայց մարգարեությունը չի ավարտվում պոռնիկի թվացյալ անհաղթահարելի տիրապետությամբ։ Այն ավարտվում է նրա տպավորիչ անդառնալի անկմամբ։ Հայտնության 17-րդ գլխի 16-17 համարները բացահայտում են մի զարմանալի հեգնականորեն տեղին բան։ Հենց այն քաղաքական ուժերը, որոնք նրան պահում էին, կշրջվեն նրա դեմ, նրան ոչնչացնելու համար։ Այն 10 եղջյուրները, որոնք տեսար գազանի վրա, դրանք պիտի ատեն պոռնիկին, նրան պիտի դարձնեն ամայի ու մերկ, պիտի ուտեն նրա մարմինը, նրան կրակով պիտի այրեն։ Որովհետև Աստված նրանց սրտի մեջ դրեց, որ կատարեն նրա կամքը։ Վարպետորեն աստվածային հեգնանք։ Հենց այն նույն ուժերը, որոնց նա օգտագործեց սրբերին հալածելու համար, կդառնան նրա կործանողները։ Համակարգը կփլուզվի ներսից, սպառվելով իր սեփական հակասություններով։ Դաշինքը, որը թվում էր անկործանելի հավերժական, կլուծվի փոխադարձ ատելության մեջ։
Եվ 18-րդ գլխում երկրի թագավորները, վաճառականները բոլոր նրանք, ովքեր շահույթ են ստացել նրանից, կլան կզգան նրա հանկարծակի կործանման վրա, բայց ոչ ոք նրան չի փրկի։ Ընկավ մեծն Բաբելոնը։ Սա հրեշտակի հաղթական ազդարարումն է։ Եվ դարձավ դերի բնակարան, յուրաքանչյուր պիղծ ոգու բույն, յուրաքանչյուր պիղծ ու ատելի թռչունի թաքստոց։ Այս ազդարարումը արձագանքում է դարերի միջով, մինչ հասնում է վերջին օրերին։ Ինչ է սա նշանակում ձեզ համար, ովքեր կարդում եք այս խոսքերն այսօր։ Կենտրոնական ուղերձը մնում է նույնքան արդիական 21-րդ դարում, որքան առաջին դարում էր։ Դուրս եկեք նրանից, իմ ժողովուրդ, ասում է երկնային ձայնը Հայտնության 18-րդ գլխի 4-րդ համարում, որպեսզի մասնակից չլինեք նրա մեղքերին, որպեսզի չստանաք նրա հարվածներից։ Կոչը արմատական առանձնացման համար է։ Ոչ թե անպայման աշխարհագրական առանձնացում ֆիզիկական վայրից, այլ վճռական հոգոր առանձնացում արժեքների, գործելակերպի հավատարմության մի համակարգից։ Հրաժարվել մասնակցել այնպիսի կրոնական համակարգերի, որոնք Սուրբ գրքի ճշմարտությունը փոխարինել են մարդկանց ավանդույթներով։ Հրաժարվել լինել այնպիսի հաստատությունների մաս, որոնք փոխակերպող շնորհը փոխարինել են մանիպուլյատիվ վերահսկողությամբ։ Հրաժարվել լռեցնել մարգարեական ձայնը, հարմարավետ դիրքերը պահպանելու համար։ Հրաժարվել խմել այն վարդապետությունների սկիհից, որոնք հակասում են Քրիստոսի նրա առաքյալների հստակ ուսմունքին։ Հայտնության պոռնիկը ներկայացնում է կրոնի յուրաքանչյուր «ց», որը պոռնկացնում է հավերժական ճշմարտությունը ժամանակավոր երկրային շահերի համար։ Յուրաքանչյուր հաստատություն, որն օգտագործում է Աստծո սուրբ անունը երկրային ուժ կուտակելու համար։ Յուրաքանչյուր համակարգ, որը թափում է հավատարիմների արյունը, միաժամանակ պնդելով, թե ծառայում է նրանց Աստծո անունով։ Եվ այս համակարգի համար վերջնական աստվածային պատասխանը աստիճանական բարեփոխումը չէ։ Դա լիակատար դատաստանն է։ Բաբելոնը չի նորոգվում, չի մաքրվում կամ բարելավվում։ Այն ամբողջությամբ ոչնչացվում է։ Որովհետև նրա մեղքերը կուտակվել են մինչ երկինք, Աստված հիշեց նրա անօրինությունները։ Հետաբար, մեկ օրում կհասնեն նրա հարվածները, մահ, սուգ սով։ Նա կրակով կայրվի, որովհետև հզոր է Տեր Աստվածը, որը դատեց նրան։ Մինչդեռ, Հայտնության նույն գրքում կա մի այլ կին։ Մի կանխամտածված հզոր հակադրություն։ 12-րդ գլխում Հովհաննեսը տեսնում է մի կնոջ, արը հագած, լուսինը նրա ոտքերի տակ 12 աստղերից պսակ նրա գլխին։ Նա ներկայացնում է Աստծո հավատարիմ ժողովրդին փրկագնման ողջ պատմության ընթացքում։ Հալածված կարմիր վիշապի կողմից, փախստական անապատում, Աստծո կողմից պաշտպանված իր համար պատրաստված վայրերում, բայց երբեք չոչնչացված, երբեք վերջնականապես չպարտված։ Վիշապը փորձում է կլանել նրան նրա որդուն, բայց չի կարողանում։ Պատերազմ է մղում նրա սերնդի մնացորդների դեմ, նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները, ունեն Հիսուսի վկայությունը, բայց հավիտյան չի հաղթում։ Երկու կին։ Երկու քաղաք։ Երկու հոգոր իրականություն տիեզերական հակամարտության մեջ։ Մեկը հարբում է սրբերի արյունով, որոնց հալածում է։ Մյուսը հալածվում է, բայց գոյատում է աստվածային զորությամբ։ Մեկը նստում է երկրային գահերին, ծածկված ոսկով գողացված զարդերով։ Մյուսը հագած է արը, զարդարված երկնային փառքով, որը չի կարող խլվել։ Մեկը կընկնի, այլս երբեք չբարձրանալու համար, նրա ծուխը բարձրանալով դարեդար։ Մյուսը երկնքից կիջնի որպես իր փեսայի համար պատրաստված ու զարդարված հարս, շողշողացող նոր Երուսաղեմը։ Ընտրությունը յուրաքանչյուր մարդու առջ է մարդկային յուրաքանչյուր սերնդում։ Որ քաղաքին եք դուք պատկանում։ Որ կնոջն եք ծառայում։ Որ սկիհից եք խմում։ Հայտնությունը չի գրվել ապագա ժամանակագրությունների վերաբերյալ հետաքրքրասիրությունը բավարարելու կամ սենսացիոն ենթադրությունները սնուցելու համար։ Այն գրվել է սրբերին ամրապնդելու համար ներկա հալածանքների մեջ։ Հիշեցնելու համար, որ որքան էլ հզոր թվան Աստծուն հակառակվող մարդկային համակարգերը, նրանք բոլորն էլ ունեն պիտանելիության ժամկետ, նշված հավերժական խորհուրդներում։ Եվ անսասան վստահությամբ հռչակելու համար, որ գառը կհաղթի, որովհետև նա տերերի Տերն է, թագավորների Թագավորը, նրանք, ովքեր նրա հետ են, կանչված են, ընտրված հավատարիմ։ Ով ականջ ունի, թող լսի, թե ինչ է ասում Հոգին եկեղեցիներին։ Պոռնիկի ճշգրիտ կոնկրետ նույնականացումը կարող է շարունակել առաջացնել անվերջ ակադեմիական բանավեճեր տարբեր ավանդույթների գիտնականների միջ։ Բայց հիմքում ընկած մարգարեական կոչը բացարձակապես միանշանակ է նրանց համար, ովքեր ունեն հոգոր ականջներ։ Անսասան հավատարմություն Քրիստոսին։
Վճռական առանձնացում յուրաքանչյուր համակարգից, որը հակասում է նրա խոսքին։ Համբերություն մինչ վերջ, անկախ գնից։ Չմասնակցել Բաբելոնի մեղքերին նրա պատմական դրսևորումներից ոչ մեկում։ Չխմել նրա թունավորված սկիհից։ Չհարբել նրա հոգոր անբարոյականության գինով։ Որովհետև անկասկած կգա այն մեծ օրը, երբ երկնքում անթիվ ձայներ կերքեն աննկարագրելի ուրախությամբ։ Ալելույա։ Փրկությունը, փառքը, պատիվը, զորությունը պատկանում են մեր Տեր Աստծուն, որովհետև ճշմարիտ արդար են նրա դատաստանները, քանի որ դատեց այն մեծ պոռնիկին, որն ապականել էր երկիրը իր պոռնկությամբ, նրա ձեռքից վրեժխնդիր եղավ իր ծառաների արյան համար։ Եվ այդ փառահեղ ու ահեղ օրը կոնկրետ պատմական ինքնությունների վերաբերյալ ողջ քննարկումը կդառնա լիովին անտեղի։ Կմնա միայն հավերժական, անփոփոխ հաղթական ճշմարտությունը, որ Աստված ինքնիշխան կերպով թագավորում է բոլոր ուժերի վրա։ Եվ Բաբելոնն ընկավ։ Հավիտյան։ Ամեն։